Եվ այստեղ շատ կարևոր է, որ ես մեկ անգամ չէ, որ ասում եմ, որ Հայաստանը պետք է ոչ թե գնա արևմուտքից հովանավորներ փնտրի, որտեղ արևմուտքը չի էլ գալու ստեղ, չի էլ գալու։ Արևմուտքը այստեղ իր շահերի պաշտպան եւ նայող նշանակել է Թուրքիային։ Եվ նիկոլականները սրա մասին շատ լավ գիտակցում են։ Պատահական չէ, որ նիկոլական երիտասարդ փոխարտգործնախարարը հայտարարում էր, որ Թուրքիան կարող է կամուրջ լինել Երևանի եւ Բրյուսելի միջև։ Իսկ Թուրքիայի ծրագրերը չեն փոխվել 100 տարուց առաջ։ Դեռևս 1915 թվականի հոկտեմբերի 31-ին թուրքական զինվորական նախարար Էնվեր Փաշան, թուրքական 3-րդ բանակային կորպուսի հրամանատարին հրահանգել է գրավել Ղարաբաղը, որպեսզի ճանապարհ հարթի դեպի Բաքու։ Դեռևս 1906 թվականին երիտուրքական կառավարության ղեկավարներից Բեյեդին Շաքիրը, 13 թվականին դոկտոր Նազիմը խոսել են Արևելյան Հայաստանը գրավելու մասին, շատ հստակ, որպեսզի մեջբերում են Կովկասի թուրքերին իրաց եղբայրներին հանել ռուսական ազդեցությունից եւ ռուսական լծից։ Եվ դրա համար միակ խոչընդոտը ըստ դեռևս 100 տարի առաջ եղել են հայությունը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ու դեպի արևմուտք գնալու անվան տակ տանում է դեպի Անկարայի հովանոց, դեպի Թուրքիայի տակ։ Մեր տարածաշրջանում չկա մեծ ընտրություն, կա երկու ընտրություն, կամ Ռուսաստանի դաշնակիցներ, կամ Թուրքիայի նոքյարը։ Եվ Հայաստանում պետք է լինի կամ ռուսական ռազմաբազան, կամ թուրքական բանակը։ Եվ այո, ռուսական ռազմաբազան է եղել 30 տարի ամենագլխավոր երաշխավորը, որը փրկել է Հայաստանը թուրքական ինտերվենցիայից։ Ես երեք շատ մանրամասն այդ հարցին անդրադարձել եմ։ 90-ականների սկզբին 3 անգամ Ռուսաստանը թույլ չի տվել եւ կանխել է թուրքական բանակի ներխուժումը Հայաստան։ Առաջին անգամ եղել է դա 92 թվականի մայիսին, երբ որ Մարշալ Շապաշնիկովը ասեց, որ եթե Հայաստանի վրա մի հատ ար կընկնի, դա կլինի 3-րդ աշխարհամարտի սկիզբը, եւ դրա մասին խոսում են ոչ միայն ռուսական աղբյուրները, այլ նաեւ այն ժամանակվա Հունաստանի Հանրապետության դեսպանը Հայաստանում իր հուշերի մեջ։ Երկրորդը եղել է 93 թվականի փետրվարին եւ գարնանը, երբ որ Պավել Գրաչովը այցելում է Անկարա եւ շատ հստակ ասում է, որ Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանի Հանրապետության սահմանների փոփոխություն, եւ երրորդը 93 թվականի հոկտեմբերին է, սեպտեմբեր-հոկտեմբերին էր, երբ որ Ռուսաստանում տեղի էր ունենում ներքին պայքար Խասբուլատովի կողմնակիցների եւ Ելցինի կողմնակիցների միջեւ։ Եվ երբ որ անվտանգության խորհրդին նիստում Թուրքիայի վարչապետ Տիկին Չիլերը հայտարարում էր մեջբերումը, որ Ելցինի ասիկ իշխան Ռուսաստանի այս բանը կարելի է օգտագործել չափավոր հարված Հայաստանին հասցնելու համար։ Եվ նույն այդ ժամանակաշրջանում Հայաստանում զինված ուժերը թիվ 1 է ստացել։ Ով է եղել Հայաստանի Հանրապետության ամենաարդյունավետ դաշնակիցը։ Դրա մասին շատ բարձ նշել է մեր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Բոլոր հարցերով հանդերձ Հայաստանը Ռուսաստանից ավելի արդյունավետ դաշնակից չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ։ Կրկնում եմ, Ռուսաստանի հետ դաշնակցության այլընտրանքը Թուրքիայի տակ թուրքական աշխարհի մաս դառնալն է։ Ինչ է այսօր անում է նիկոլիստական ռեժիմը։ Սա է հստակ, ավարտեմ հարցերը կտակ, ոչ մի խնդիր չկա։ Սա շատ հստակ է։ Եվ սա մենք պետք է գիտակցենք։ Եվ ամենակարևորը, Հայաստանը այս հապկից դուրս գալի թեման, հապկում սառեցնելու թեման, սա կատարյալ հիմարություն է։ Սա դեմ է Հայաստանի պետական շահերին։
Ինչ շատ դեպքերում ասում են, որ դու կլնեք ինչ այն, որ մենք կլնենք, առաջին նախտես բան չլինի, երկրորդ առաջին քայլերից մեկը կլներ հապ վերադառնալը, ակտիվ աշխատանքը հապկում եւ Ռուսաստանի հետ նոր դաշնակցային ավելի խորը համագործակցության ստորագրումը։ Որտեղ Ռուսաստանն է եղել եւ Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը։ Եվ այն ինչ որ հիմա Հայաստանում կատարվում է, դա թուր գլոբալիստական պլան է, որպեսզի Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը զրոյացնելով, բայց դա փաթեթավորում է Ռուսաստանի գուբերնիա չդառնալու բանով, էլի, այն գեղեցիկ ականջահաճո կոնֆետի մեջ։ Այդ ո՞րն է գուբերնիան, որ ամենայժան գազն ենք վարում տարածաշրջանում, որ տարածաշրջան որ միակ երկիրն ենք եղել ԱՊՀ-ում, որ իսկ անտեղ ունենք, որ 50,000 տոննա ձեյզ ենք միայն Սերժ Սարգսյանի ժամանակ Ռուսաստանը մեզ տվել, որ Եվրասիական տնտեսական միության անդամության հաշվին միլիարդավոր դոլարներ են գալիս Հայաստան, այդ ով ընդունել ԵԱՏՄ որոշումը։ Այն ժամանակ որ Սերժ Սարգսյանը ընդունեց ԵԱՏՄ անդամակցման որոշումը, բոլորը ձեյ տված ասում էին մի գիշերվա մեջ սա Հայաստանի իշխանության դեմ է, բազմաթիվ ԵԱՏՄ-ի տված փողերից ոնց ոչ մեկ չի հրաժարվում։ Ու այս այդ տնտեսությունը եթե շնչում է, դա նախ եւ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ անդամակցման որոշման արդյունքում է եղել։ Ու դրա հետևանքով է։ Մենք ամենևին կոչ չենք անում այլ քաղաքական կենտրոնների, այդ թվում նաեւ Արևմուտքի հետ հարաբերությունների խզման, ամենևին ոչ։ Պետք է աշխատել նաև ամերիկյան նոր ադմինիստրացիայի հետ, որը ունի ի տարբերություն նախկին ադմինիստրացիայի ավելի ազգային պահպանողական բովանդակություն, առնվազն դրա մասին հայտարարվում է։ Պետք է աշխատել Բրյուսելի հետ, բայց պետք է հստակ գիտակցում լինի, գործընկերը մի բան է, դաշնակիցը լրիվ այլ բան է, եւ չմոռանանք, որ Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիան ըստ Բլումբերգի, Բլումբերգն այդ լուրը հրապարակել, դիմել է Ռուսաստանին, որպեսզի նա միշտորդ հանդիսանա Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ ատոմային ծրագրի այդ բանակցությունները իրականացնելու համար։ Բայց արևմտամոլները որ գոռում են, «Վсё, Ռուսաստանը պարտվեց, վсё, պրծավ, իզոլյացիայի մեջ է, գնա, տեսա գալու են, ուր է»։ Ռուսաստանը ոչ միայն չի պարտվել, այլ նաև Ռուսաստանը այս տարիների ընթացքում իր դերակատարումը բարձրացրել է եւ շարունակելու է ունենալ իր առանցքային դերակատարումը Հայաստանում եւ Հարավային Կովկասում ավելի ճիշտ։ Բայց քանի դեռ աշխարհի երկրորդ Պոզդամ չէ, այդ նոր աշխարհակարգ չի հաստատվել, շատ մեծ է վտանգը, որ նիկոլիստական ռեժիմը կփորձի օգտվելով այս դուխտից Հայաստանը տանել դեպի թուրքական վիլայեթացում։ Սա չպետք է թույլ տալ։